Անվտանգություն ապահովելու եւ քաղաքացիներին օգտակար լինելու հանձնառությամբ փրկարարներն ու ոստիկաններն ամեն օր պատասխանատու ծառայություն են իրականացնում, օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր իրավիճակի։ Խոսուն օրինակը ապրիլի 30-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած դեպքն էր, երբ ոստիկանության գվարդիայի եւ փրկարարների արագ ու համակարգված գործողությունները վճռորոշ էին։ Ծառայություն ենք իրականացնում Հրազդանի կիրճում, լսեցինք քաղաքացիների օգնության կանչեր, մոտիկացանք, տեսանք 4 քաղաքացի արգելափակվել են գետի կենտրոնում առաջացած կղզյակում։ Անհապաղ զանգեցինք փրկարար ծառայություն։ Իրավիճակը ճիշտ գնահատելու արդյունքում ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է փրկել քաղաքացիներին։ Հրշեջ փրկարի հետ մոտեցան քաղաքացիներին, որոշում կայացրեցի, որ պետք է քաղաքացիների 5-6 մետր բարձրացնել վերև, քանի որ ավելի անվտանգ է եւ այդտեղից ավելի հարմար է քաղաքացիներին տարհանման համար։ Գործողություններին ներգրավել է նաև հատուկ նշանակության ջոկատը։ Փրկարարական աշխատանքների արդյունքում բոլոր քաղաքացիները տեղափոխվել են անվտանգ տարածք։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Այս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի 100 դրամ, սակայն հանցագործները օգտվելով մարդկանց անուշադրությունից հազարավոր դրամներ կարող են աշխատել։
Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի եւ դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին։ Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։ Ըստ վերլուծական տվյալների խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները եւ առևտրով զբաղվող անձինք։ Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին եւ քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել եւ ստուգել թղթադրամը, իսկ Կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։ Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են եւ անհարթ։ Դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։ Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներկից եւ ակնառու տարբերությունը։ Նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է Souvenir Money Offer Mine, Հայաստանի հուշանվերային թղթադրամ գրառումը։